կարող եք արդյոք Շատ լավ, ատոմակայանի հետ կապված հարգելի գուխ։ Հա, նաև թրիպի մասին ժամանել էր պատվիրակություն հողատարածքի մասնության համար, արդյոք կարող ենք ոչ միայն հողատարածքի։ որ դրության գործնական փուլ է մատնություն աշխատանքներից։ Տրիպի հետ կապված միանշանակ կարող ենք արձանագրել, բայց տեսեք, ինքը նախագիծը զուգահեռ process-ներ են տեղի ունենում եւ տարածքների ուսումնասիրությունն է տեղի ունենում եւ կոնկրետ չի բացառվում արդեն կոնկրետ որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք օրինակ երկաթգծի կայարանների եւ այլնի եւ նաեւ զուգահեռ ընթանում է պայմանագրային պայմանագրի միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում եւ մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե այդ ստորագրենք եւ ուժի մեջ մտնի այսինքն գործնականում չեմ չափազանց ամենօրյա աշխատանքա գնում տրիպի շուրջ ամենօրյա այսինքն այս մասով այո եւ տարածքի ուսումնասիրություն եւ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն եւ կառավարման մոդելների ուսումնասիրություն եւ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն եւ այդպես շարունակ ատոմակայանի հետ կապված մենք այո ոչ մի նորություն չկա մենք նման առաջարկ Ռուսաստանից ստացել ենք բայց մենք նման առաջարկ ստացել ենք նաեւ Կորեայից մենք նման առաջարկ ունենք Ֆրանսիայից մենք այլ առաջարկներ էլ ունենք եւ մեր հաշվարկը այն է որ մենք արևային էներգիայի այս տեմպով մենք մեծ 1000 մեգավատանոց իսկ առաջարկները հիմնականում 1000 կամ 600 մեգավատանոց ատոմականների մասին է այդպիսի մեծ ատոմակայանի կարիք չենք ունենալու որովհետև մենք ունենք մեր ռեսուրսը արևը մենք հիմա կենտրոնացած ենք մենք ուզում ենք մոդուլյար ատոմակայան ինքը ինչով է լավ մոդուլյարը որ իրան մի մոդուլ կառուցում ես հետո որ ժամանակ անց կարաս երկրորդը կառուցես երրորդը չորրորդը եւ ամենակարևորը անվտանգության հետ կապված մոդուլային ատոմակայանը կոպիտ ասած Չեռնոբիլի վթար չի կարա ունենա սա մեզ համար ամենակարևոր հարցն է որ մոդուլային ատոմակայանում վթարը համարվում է տեղային միջադեպ այսինքն ես շատ կոպիտ ասեմ մոդուլային ատոմականից մի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը վթարի պարագայում չի էվակուացվում այս ամենակարևոր առանձնահատկությունն է Եվ մենք հիմա Ռուսաստանի հետ էլ ենք աշխատում, Միացյալ Նահանգների հետ էլ ենք աշխատում, Չինաստանի հետ էլ, Կորեայի հետ էլ, Ֆրանսիայի հետ էլ եւ հիմա այո, մենք ընդունում ենք, որ մոդուլային ատոմակայանը նոր բան է։ Հիմական շինարարության մեջ գտնվողները եւ Ռուսաստանում էլ կա նախագիծ, որը հիմա աշխատում է, բայց ինքը ծովի վրա է աշխատում եւ ինքը լողացող պլավուչի են ասում կամ ջրի վրա աշխատող մոդուլային ատոմակայանա եւ հիմա երբ որ այդ առաջարկը կլինի մենք պետք է նայենք նախ տեխնոլոգիայի առաջարկը եւ գնի առաջարկը եւ որ մեզ համար լավագույն առաջարկը ելի եմ ասում ամենայն հարգանքով բայց մենք ատոմակայանի դեպքում էլ քաղաքական ընտրություն չենք անում չենք ուզում անել որտեղ սա տնտեսական հարց է մենք ուզում ենք ծրագրի տևականությունը եւ շահավետությունը Հայաստանի Հանրապետության համար երաշխավորենք։ Հիմա որը Միացյալ Նահանգները լավ ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Չինաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Ռուսաստանը ամենալավ առաջարկը կան, իրանց հետ կաշխատենք։ Ֆրանսիան կանի առաջարկ, իրանց հետ կաշխատենք։ Կորեան հարավային, իրանց հետ կաշխատենք։ Էս է պատմությունը համար։ Բայց ցավոք Հայաստանում էլ դա երբեմն ընկալվում է, որ դա քաղաքական ընտրության հարց է, ոչ դա քաղաքական, դա մաքուր տնտեսական հարց է։